ես բումբումի Ժպիտը կոտակի դոտաները բումբումի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրելի հեռուստադիտողներ, Բարև ձեզ։ ես Անին եմ Բումբումիկ թագավորությունից։ Իզես Վահեն եմ, նույնպես Բումբումիկ թագավորությունից։ Մենք Բումբումիկ թագավորության լրագրողներն ենք եւ ուղիղ ռեպորտաժ կվանենք թիվ 155 դպրոցից։ Մի գաղտնիք բացեմ։ Այսօր այստեղ հյուր է галու մանկագիր Սուրեն Մուրադյանը։ Малыши бежат, учат в школе, учат в школе, учат в школе. К 4 прибавить 2, по слогам читать слова. Учат в школе, учат в школе, учат в школе. Книжки добрые любить и воспитанными быть. Учат в школе, учат в школе, учат в школе. Книжки добрые любить и воспитанными быть. Учат в школе, учат в школе, учат в школе. Լևոն Միրիջանյանը գրող, հրապարակախոս, արձակագիր, հայրենասեր մարդ է, որով դասիրակում էր մեր աշակերտները։ Դպրոցը անվանակոչվեց իր անունով։ Անցած սեպտեմբերի 1-ին մենք ստեղծեցինք թանգարան, որտեղ պահպանվում է գրողի ստեղծագործությունները, անգամ այն իրերը, որը նա օգտագործել է իր աշխատանքի ընթացքում, նվերներ գրողին նվիրված եւ յուրաքանչյուր իր որը պատկանում է գրողին, մենք այսպես սուրբ մասունքի նման պահպանում ենք։ Դպրոցը նաև դարձել է մշակութային կենտրոն, եւ այդ մշակութային օջախի շարունակությունն է այսօրվա մեր հանդիպումը Սուրեն Մուրադյանի հետ։ Մենք փորձում ենք նշել նրա 80-ամյակը, միանում եմ մեր աշակերտներին եւ շնորհավորում, ցանկանում առողջություն եւ միշտ լինի մեր բալիկների կողքին։ Լևոն Միրիջանյանը իմ թանկ ընկերներից է, մենք միասին եւ աշխատել ենք եւ երկար ճանապարհ ենք անցել մեր գրքերով, մեր ամբողջ ստեղծագործությամբ եւ ինձ համար շատ ուրախալի է, որ նրա մահից հետո ստեղծվել է այս թանգարանը։ Նրա այս մեքենան, ասենք, շատ թանկ է, որտեղ այս գրամեքենայի վրա նա շատ գործեր է ստեղծել, շատ ինքը հենց գրում էր եւ միանգամից մեքենա գրում էր։ Այդ եզակի գրողներից էր, որ մեքենայի վրա էր աշխատում։ Օրինակ ես մեքենայի վրա չեմ կարողանում։ Ես կարծում եմ այս թանգարանը շատ ուսանելի անկյուն է բոլոր երեխաների համար, եւ ցածր դասարանի աշակերտների համար եւ բարձր, որտեղ այստեղ մտնելով, առնչվելով այս մասունքների հետ, երեխաները անպայման ավելի ուրիշ վերաբերմունք կունենան դեպի գեղեցիկը, դեպի բարին, դեպի վեհը։ Կարող ես պատմել Սուրեն Մուրադյանի մասին։ Այո, նա հրատարակել է 90 գիրք։ Գրել է Վախկոտ Պարծենկոտը, Նապաստակի երգը, Ակային լեզու, սեպտեմբերի 1-ին, Մայրիկիս նկարը, երեք ուրախություն։ Քանի որ այս տարի նշվեց նրա 80-ամյակը, մենք որոշեցինք կազմակերպել մի հանդես, որը կնվիրենք նրան։ Այսօր մենք բնականացնելու ենք Վախկոտ Պարծենկոտը։ Ինչի մասին է այն։ Դա մի չարաճճի տղայի մասին է, որ նա տատիկին բարկացնում է, հետո նա գնում է անտառ եւ հանդիպում է սունկին, հետո նապաստակին է հանդիպում հենց, երբ որ տեսնում է բատիկին, իրան թվում է, որ դա չար բազ է եւ բարձրանում է ծառը եւ ծառից ընկնում է եւ նա հասկանում է, որ ինքը պետք է ոչ մեկի չբարկացնի եւ սուտ չխոսի։ Ինչ դեր ես դու կատարելու հանդեսում։ Ես կատարելու եմ ծաղիկի դերը։ Իսկ ինչ պետք է անես։ Ես պետք է մեղուն հրավիրեմ, որ նա իմ նետարը հավաքի եւ տանի, որ նա տանը ուտի։ Ես տեսնում եմ քո հագին ակրորի հագուստ, իսկ դու ինչ ես անելու այս բեմականացման ժամանակ։ Ես պաշտպանելու եմ տուտիկներին Վախկոտ Պարծենկոտից։ Այս ինչ մեծ սունկ է, ո՞վ է սա։ Այո, ես այսօր սունկի դեր եմ տանելու։ Իսկ ինչ պետք է անես։ Ես պետք է Վախկոտ Պարծենկոտին ասեմ, որ նա չգնա անտառ։ Միթե նաև Վախկոտ Պարծենկոտը
Այո, ես կատարելու եմ Վախկոտ Պարծենկոտի դերը։ Ես գնալու եմ անտառ եւ այնտեղ կենդանիների եմ հանդիպելու։ Ես անտառում բարձրանում եմ ծառ եւ ճյուղը կոտրվում է ու գնում եմ ցած։ Քանի որ Սուրեն Մուրադյանը դարի ամենահայտնի մանկագիրն է եւ բոլորի սիրելին եւ նրա 80-ամյա հոբելյանն էր այս տարի նշվում, որոշեցինք մենք էլ այս կերպ նշել։ Եվ Վախկոտ Պարծենկոտ բեմադրությամբ փորձեցինք շնորհավորել նրա 80-ամյա հոբելյանը։ Դուք ճանաչում եք Սուրեն Մուրադյանին։ Այո, նա մանկագիր է։ Իսկ ինչ գիտես նրա գործերից, ընթերցել ես։ Այո, անձմագանձերն ու իմ դասագրքերը։ Բանաստեղծները չեն ծերանում, նրանք վարվում են որպես գերոն։ Այսօր առանձնանում է նրանով, որ Լևոն Միրիջանյանի անվան դպրոցը հյուրընկալել է անվանի մանկագիր, Թումանյանի հետնորդ կոչման արժանացած հայ մանուկների հոգու թարգման Սուրեն Մուրադյանը։ Սիրելի վարպետ, շնորհավորում եք ծննդյանս 80-ամյա հոբելյանը։ Ցանկանում անվերջ գարուններ ձեր ստեղծագործ եւ ողջ կյանքում։ Եղեք մեզ հետ մեր կողքին։ Yes,
քեզ դա չես ստույգ։ Տարեթվով դու կսխալվեք, հոգով մանուկ են, մանուկ։ Երեխաները շատ լավ կարողացան դրսևորել իրենց սրտամոր բանաստեղծություններն էին ընտրել եւ երգերը, որոնք կարողացան մի փունջ գեղեցիկ այդպես ներկայացնել։ Նաեւ շնորհակալություն Դաշնակահարին, որ երգերը կարողացավ լավ ներկայացնել ձեզ։ Կապույտ Սևանն է, նոր Երևանն է, ողջ Հայաստանն է այգին լեզուն, թշնամուն մահ է, ուղեցույց ջահ է, հավերժ անմահ է այգին լեզուն։ Դուր եկավ միջոցառումը։ Շատ հիանալի միջոցառում էր, ցնցված եմ եւ բալիկների կատարմամբ, դերասանական վարպետությամբ։ Ամեն ինչ լավ էր, նորմալ, շատ ուրախ եմ, այսպիսի միջոցառումներ շատ լինեն, մեր բալիկներն էլ լինեն ունկնդիր։ Երեխաների ակտիվությունը, բառապաշարի այդ հստակությունը, խոսքի հարստությունը խոսում էր ուսուցչի մեծ աշխատանքի մասին եւ սերը իր աշխատանքի նկատմամբ։ Ես չէի պատկերացնում, որ կարող ես Սիրան Մուրադյանի տեսնել, որտեղ շատ լավ մանկագիր է, ես նրա գրքերը բոլոր կարդացել եմ։ Հիացած եմ ուղղակի, շատ հաճելի է, որ կարողանում ենք այսպիսի միջոցառումներ կազմակերպել եւ երեխաները մոտիկից կարողանում են ծանոթանալ նաեւ մեր հայտնի մանկագիրների հետ։ Շատ ուրախալի փաստ է, որ երեխաները կարողանում են շփվել իրենց գրողի հետ։ Ես Սուրեն Մուրադյանին շատ եմ սիրում։ Նա հրատարակել է 90 գիրք։ Ես շնորհավորում եմ նրա ծննդյան օրը։